Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Դուք բոլոր կուսակցությունների հետ միասին մեկ ամիս կամ ավելի շատ արդեն շրջագայում եք նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի բնակավայրերում եւ հիմա երբ որ արդեն ավարտվում է 1-2 օր է մնացել քարոզարշավին կամ ընտրություններին մի քանի օր, ինչ տրամադրություններ դուք մեր բնակավայրերում հանդիպեցիք նախընտրական մեր ընտրողների կամ բնակիչների մեծ մասը, որտեղ մեծ մասն է որոշելու թե ով պետք է լինի ղեկավարը հաջորդ Հայաստանի ղեկավարը, իշխանական թե ընդդիմադիր տրամադրություններ ունեին։ Միանշանակ իշխանական, լրիվ անկեղծ, երևի քանի որ մեզ էլ ինչ որ առումով իշխանությունների հետ կապում են, որտեղ հիմնականում համարում են, որ մենք ամեն ինչում աջակցել ենք իշխանությանը, իրականում մենք աջակցել ենք Հայաստանի Հանրապետության պետականությանն ու պետությանը, եւ այդ առումով մեզ մոտեցողների մեծ մասը կամ մեր քվեարկողներ կամ քաղաքացիական պայմանագրի Սյունիքից մինչև ասենք Շիրակի մարզի ամենաեզրային գյուղեր, այն կողմ մինչև Նոյեմբերյան, թե քարոզչական առումով, թե պաստառների առումով, թե շտաբների առումով, իսկ դրանք ցուցանիշ են հետո ապահովում, առատությունը աննկարագրելի էր, ընդհանուր առմամբ պիտի ասեմ, որ այս ընտրությունները ավելի շատ ֆինանսական ռեսուրսների մրցակցության ընտրություններ են, որովհետև մասնակցում են նաև միլիարդատեր, որը խնդիրներ չունի գումարներ ծախսելու եւ այդ առումով այս մրցակցության մեջ այդ քարոզչությունը ամեն տեղ ամեն հնարավոր անկյունում պաստառների եւ այլն ու այս առումով էլ նաև իշխանությունը հաղթում է Նաև հիմնական բանը, ինչի մասին խոսվում է եւ ինչ է ուզում հանրությունը խաղաղություն է ուզում։ Բոլոր տեղերում ցանկացած անձնական, նույնիսկ բակի հարց լուծելուց կամ բանտում գտնվող որդու կամ բանակում ծառայող որդու կամ թոշակի հարցից հետո հաջորդ հարցը խաղաղությունն է եղել, այսինքն ժողովուրդը խաղաղություն է ուզում եւ այդ խաղաղությունը կապում է գործող իշխանության հետ։ Դա շատ տրամաբանական է, որովհետև օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթից հետո առ այսօր սատանայի ականջը խուլ, սահմաններին որևէ զինվոր, որևէ սպա չի վիրավորվել, չի զոհվել։ Իսկ նոյեմբերի 9-ից հետո մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը անընդհատ կրակոցներ կային, մինչև եվրոդիտորդները նաև պրովոկացիաներ կային, այսինքն մարդը եղած օրինակի վրա դա լավ է համարում եւ նաև իշխանությունը այդ առումով քարոզչություն լավ է արել եւ միանշանակ իշխանական է։ Երևանում կամ Սյունիքում բնականաբար հասկանալի է այդ խնդրի ընկալումը, իսկ ասենք Տավուշի, Գեղարքունիքի կամ այլ հեռավոր գյուղերում միայն խաղաղությունը կապում են գործող իշխանությունների հետ, թե օրինակ դրան զուգահեռ ինչպես ընդդիմություն է բարձրացնում հարցերը, որ մենք ունենք օկուպացված տարածքներ մեր սահմաններին, որ Ադրբեջանը օկուպացրել 21-22 թվականներին, որ մենք գերիներ ունենք Ադրբեջանում եւ այլն նման խնդիրները մարդկանց ընտրողների տրամադրության վրա չեն ազդում, որ հիմնականում դրական են տրամադրված իշխանությունների նկատմամբ խաղաղության առումով։ Ասեմ, որ մարզերում շատ ավելի դրական են տրամադրված իշխանություններին, քան Երևանում։ Եվ այն հարցերը, ինչը դուք տվեցիք, այդ հարցերը ավելի շատ Երևանում են, քան մարզերում։ Տավուշում ընդհանրապես նման հարց չեն բարձրացրել, նույնիսկ են հենց սահմանին կպած գյուղում սահմանին կպած մարդիկ ակնհայտ աչքերներից էլ երևում էր, որ գոհ են, ասում են այսպես ավելի ապահով է։ Սյունիքում եղել են նման հարցեր, հիմնականում կապան խոշորացված համայնքում, որտեղ դե դրոշը ակնհայտ երևում է, դիրքը օդանավակայան ու ճանապարհը ափի մեջ է եւ մարդիկ այդ առումով լրացուցիչ վստահության երաշխիքներ են ուզում հիմնական հարցը նախաստորագրված է կստորագրվի թե ոչ եթե կստորագրվի միայն փաստաթուղթը բավարար է թե ոչ ու հիմնականում այդ հարցերին է որ ես պատասխանել եմ Պարզ է, իսկ Երևանում, որ ասում եք իշխանությունների դիրքերը այդքան էլ կայուն չեն, այդ դեպքում ում են վստահում Երևանի ընտրողները եւ ինչու ըստ ձեզ Ինչու է այդպես։ Գիտեք, մարդիկ կան, որոնք ընդդիմադիր են
աշխարհաքաղաքական ընկալումների առումով եւ Հայաստանի Արևմուտք թե Ռուսաստան, հա։ Կա այդ հանգամանքը, որովհետև կան թևեր, որոնք ասում են, որ կլինենք Ռուսաստանի հետ, կլինենք Բելարուս միությունում, թե ոչ, բայց Ռուսաստանի հետ լինելը կապահովի, որ Ադրբեջանը մեզ վրա չհարձակվի, եւ մարդիկ դրան հավատում են, կամ մարդիկ այդ համատեքստում իրենց առաջխաղացումն են տեսնում, կան մարդիկ, որոնք հակառակն են պնդում, որ Ռուսաստանի հետ լինելը ընդհակառակը կարող է բերել այն ճակատագրին, ինչ ճակատագրին բերեց Լեռնային Ղարաբաղում, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ ասում էր, որ ռուս խաղապահներն եկան, ճիշտ է, պատերազմեր պարտվեցինք, բայց մեր հայրենիքն է, մենք այստեղ կապրենք ու որևէ խնդիր չի լինի ու ոչ միայն այդպես չեղավ, Ռուսաստանը նաև Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական իշխանությանը նվեր հանձնեց, որ կարող էր ընդհանրապես չտալ, ինչ որ ուղղաթիռով ուղարկեր Հայաստան, մանավանդ որ այդ մարդիկ ամբողջությամբ ծառայել էին իրենց որևէ ասացի ոչ չէին ասել, մինչև վերջի օրը մնացին այդ գծի մեջ, նույնիսկ Արայիկ Հարությունյանին հեռացրեցին, որ ռուսների համար ավելի հաճո մարդ դառնա, կասկածներ չլինի, մարդ, որը չի խոստացել, որ ինքը կգնա Սոֆիա բանակցելու, Նիկոլի մոտիկը չի եւ այլը, բայց միևնույն է ռուսները չարեցին ու այս մարդկանց հանձնեցին Ադրբեջանին, այնպես որ այստեղ աշխարհաքաղաքական հակադրությունը կա եւ այդ փորձը կա, կան մարդիկ, որոնք ուղղակի սեփական աշխատանքից ելնելով, տնտեսական իրավիճակներից ելնելով եւ այլնից ելնելով դժգոհ են գործող իշխանությունից ու դա էլ շատ բնական է, որովհետեւ երրորդ ժամկետն է, սա խորհրդարանական համակարգի ամենավատ դրսևորումներից է, որը հնարավորություն է տալի որևէ անհատի, չգիտեմ, տարիներով իշխանությունը չփոխել, որը հնարավորություն է տալի ամբողջությամբ կառավարման ղեկը վերցնել իր ձեռքը, չկա երկրորդ մարմին, որը նույն չափ քվե ունենա, ասենք ժողովրդից ստացված քվե, որը բալանսի բերի, այնպես ինչպես նախագահականի ու կիսանախագահականի պարագայում է, եւ երրորդ ժամկետ գնացող մարդուց բնականաբար հոգնում են։ Եվ այս առումով այս կարգի բողոքներ էլ կան։ Ընդհանրապես քաղաքը, Երևան քաղաքները ավելի քաղաքականացված են, ավելի հետևում են աշխարհաքաղաքական զարգացումներին, քաղաքական մեկնաբաններին, քաղտեխնոլոգիաներին։ Գյուղում մարդիկ իրենց հողի ջրի վրա են, իրենց ապրուստը ապահովելու, իրենց բանկային հաշիվներում պարտքերը մարելու եւ թշնամուց պաշտպանվելու վրա գյուղեր կան, որոնք հենց խոսում ես, ասում են թող մենք զենք տան, այս կարգի էլ կա, ինձ ուրախացնում է։ Իսկ Գյումրիում ինչպիսին են տրամադրությունները, ասես, որովհետև կարծիք կա, որ Գյումրին առավել ընդդիմադիր է։ Գիտեք, Գյումրիում Վարդան Ղուկասյանով կալանավորման մեջ է ինքը լավ քվեր հավաքել եւ այն մարդիկ, ովքեր որ Վարդան Ղուկասյանին են քվեարկել, իրենք Վարդան Ղուկասյանի ազատ արձակվելը տեսնում են մի բանում, եթե գործող իշխանությունը փոխվի։ Նույն առումով նաեւ կաշառքի բաժանման, այս հակակոռուպցիոնի համատեքստում բազմաթիվ մարդիկ կան կալանավորված ու մեծ մասն էլի Գյումրիում են, այդ կաշառք բաժանողների հատուկ մասնագիտությամբ, տասով չի կասածներից, որոնց ընտանիքներն էլ իրենց զավակներին հիմա չեն դատել, դատարանը ինչ կորոշի չգիտեն, բայց իրենք համոզված են, որ եթե գործող իշխանությունը պարտվի, ապա այդ կլինի են հիմնական երաշխիքը, որ իրենց զավակները այդ կաշառք բաժանելու համար դատարանով չեն դատվի, ազատ կարձակվեն կամ գործերը կարճվեն, իրենք դառնում են ընդդիմադիր, մասնակցում են հանրահավաքների, պատրաստ են նաև իրենք շարունակել կաշառք բաժանելու այդ նուրբ արվեստը ու այդ համարում են, որ իրենց բարեկամներին օգնելու։ Իսկ այդ կաշառքը ձեր կարծիքով կաշառք բաժանելը կամ կաշառք վերցնել տարբեր ուժերի դեպքում կան հրապարակումներ իրավապահ մարմինների կողմից, այդքան համատարած ձեր կարծիքով կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա։ Գիտեք ինչ, թե իրավապահ մարմինների այս բռնելը կամ քարոզչությունը, իշխանությունների քարոզչությունը կարող են հակառակը ճնշել եւ չթողնել, որ ազդեցություն ունենա։ Ես կարծում եմ, որ գործող իշխանության համար մեկ խնդիրն է ապահովել արդար ընտրություններ եւ այդ արդար ընտրությունների ապահովման համար իրենք թույլ չպետք է տան կաշառք բաժանելը, թույլ չպետք է տան ընտրություններում անարդարությունը, անհավասար պայմանները բոլոր առումներով այս
համատեքստում եւ իշխանությունը իր գործունեությունը մեկնաբանում է այդպես։ Ինչ վերաբերվում է կաշառքներին, ինչքան էլ ասեն դրանք հիմնավորված չեն, ապացուցված չեն, մենք ինքներս լսում ենք այդ ձայնագրությունները եւ այդ ձայնագրությունները, չգիտեմ, կամերային թատրոնում կամ դրան մետական թատրոնում չեն բևադրվում, որտեղ դրանց հետևում մարդիկ են ձերբակալվում են, այդ ձայնագրություններում ակնհայտ լսում ենք, որ փող է առաջարկում նայել վերցնում է, չգիտեմ, Շուշանգյալ է անվանում, շալվար է տալիս եւ այլ։ Ինչը շատ վատ է, շատ վատ է։ Եվ այս համատեքստը թույլ չտալու հավասար պայմաններ ստեղծելու համար էր, որ մենք ի սկզբանե ասում էինք, որ այն մեր ձևով շարժումը, որը գրասենյակներ էր համատարած բացում, հիմի կալանավորել են այնտեղ իրենց ներկայացուցիչ մեկին 3 անմազգանուն չեմ հիշում, դրա համար եմ մեկ ասում, Արթուր ինչյան չեմ հիշում, մի խոսքով, որը մեր ձևովի այդ սկզբնական նկարներն էր դնում, վիճում էր ինչ, որ նա այսքան գրասենյակների, չգիտեմ 1.5 միլիարդ դրամի գրասենյակներ են ֆինանսավորել, մարդկանց են ընդունել։ Մենք ժամանակին այդ մասին ասում ենք մենք որպես կուսակցություն մեր յուրաքանչյուր արված ծախսի համար հաշվետվություն ենք ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեին։ Այս մարդիկ հասարակական կազմակերպություն են, հետո կուսակցություն են դառնալու, իրենք մի ամսվա մեջ 6-7 միլիոն դոլարի ծախսեր են անում, գրասենյակներ են բացում, մարդկանց են ընդունում աշխատանքի, ու դուք օրենքով որևէ բան չեք անում իրենց, չեք սահմանափակ։ Դրա համար ասում ենք, այս կուսակցությանը չպետք է գրանցել որպես կուսակցություն, այսինքն ի սկզբանե հասարակական կազմակերպությունը չպետք է թույլ տային կուսակցություն դառնալ, հետո չպետք է թույլ տային, որ իրենք գրանցվեին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, հետո երբ որ մասնակցում էին, ու սենց համատարած խախտումներ էր տեղի ունենում, պիտի արագացված տեմպով մտցնեին դատարան, 1-2 դատ անեին երկուացյաններով ու դա տանեին, չգիտեմ, սահմանադրական դատարան ընդեղից արդեն որոշում կայացվեր եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգել էր այդ կուսակցությանը ընտրություններին քվեարկելուց, որտեղ հիմնական կաշառքների այդ բաժանման գործընթացի ձայնագրությունները հիմնավորում են, որ դրանք ուժեղ Հայաստան կուսակցության թիմակիցներն են, բայց իշխանությունը այդ բաները չարեց, իշխանությունը համոզված է, որ ինքը 50 եւ ավել քվե ունի, ինքը Ալեն Սիմոնյանն հայտարարեց, որ մենք միանշանակ հաղթելու ենք եւ այդ համատեքստում ուզում ենք, որ դյուրժնից կասկած չլինի, որ մենք որևէ Դա պարզապես քարոզչական հնարք է, դուք ինչ եք կարծում։ Չէ, քարոզչական հնարք չի, ավելի կհավաքեն։ Քարոզչական հնարք չի իմ կարծիքով։ Որտեվ Հանրապետական միջազգային ինստիտուտի վերջին ընդամենը 1-2 շաբաթ առաջ հրապարակած հարցումների համաձայն իշխանությունները 38% ձայն ունեին, ոչ 55 կամ 60։ Տեսեք, իմ կարծիքով ինքը քարոզչական հնարք չի։ Իմ կարծիքով իրենք դրան հավատում են, որ իրենք կարող են, իրենք վստահ են, իրենք ամեն շաբաթյա հարցումներ են ունենում, հարցումներ ունենում են նաև պետական համապատասխան ծառայություններից, որոնց հարցում եւ այլն։ Այո, ԱԾ-ի հարցումները ամենաճիշտն են լինում, հիմնականում, շատ քիչ 1-2%։ Իրենց հարցումները այլ բնույթ ու այլ բովանդակություն ունեն ու բոլոր տեղերից են հեռախոսային չեն, ներառվում է համարյա։ Ավելի ստվերային, ավելի թաքուն, ավելի ոչ թե ուղիղ հարցումով, հա, ըստ երևույթին, ում կընտրեք, թե զուտ շոշափելով ընտրողների տրամադրությունները, հա, ըստ երևույթին։ Իրենք ունեն համապատասխան ցանց յուրաքանչյուր տեղում, յուրաքանչյուր գյուղում եւ այդ հարցումները ոչ թե ընտրական հեռախոսազանգերով են արվում, այլ իրենք ոչ ընտրական ամեն տեղից հավաքվող ընդհանուր հայտարարի բերվող են, ես սոցիոլոգ չեմ պնդի այդ ամեն ինչի վրա ու չեմ մտնի այդ բանավեճի մեջ, բայց կարող եմ ասել, որ այն ինչ որ իշխանությունները պնդում ու ասում են, իմ կարծիքով դա հակաիրավական է, որտեղ իրենց պարտքն է ապահովել ընտրությունների արդարությունը, իսկ ուժեղ Հայաստանի մասնակցությունը ընտրությունների արդարությունը չի ապահովում, որտեղ իրենք խախտել են ի սկզբանե ընտրությունների արդարության սկզբունքը, քանի որ նախ վարչապետի տեխնացուն իրենց եւ կուսակցության ղեկավարը միլիարդատեր լինելով իր հարստության 70% Ռուսաստանում է մեկ,
այս Հայաստանի Հանրապետության օրենքներն ասում են, որ երբ որ մարդու կապիտալի 70% եւ ավելին դրսում է, այդ մարդու քաղաքական գործունեություն ծավալելու մասով սահմանափակումներ կան։ Պարոն Սարգսյան, իսկ դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, որ մեզ բառացի չեմ հիշում, ձեր կուսակցությունը ասոցացնում են ինչ-որտեղ համեմատում են իշխանությունների հետ կամ նույնականացնում են։ Ձեր հնարավորությունը ինչպիսին է այս ընտրություններում։ Այդ համեմատությունը, այդ ասոցացումը, որ իշխանությունների հետ ունեք շատ նման տեսակետեր կամ քաղաքականություն եք որոշ դեպքերում պաշտպանում, ավելի շատ օգնում է ձեզ, թե վնասում է եւ ընդհանրապես ինչ դիրքերում եք դուք այս նախընտրական շրջանում կամ ընտրություններում։ Գիտեք ինչ, մեր նույնականացումը գալիս է դրանից, որ մենք Երևան քաղաքում կոալիցիա կազմեցինք իշխանության հետ։ Իսկ ինչի մենք կոալիցիա կազմեցինք։ Մենք կոալիցիա կազմեցինք, որպեսզի թույլ չտանք ռուսական ազդեցության քաղաքական կուսակցություններին Երևան քաղաքը վերցնել իր ձեռքը, մասնավորապես Անդրանիկ Թևանյանը, որ այսօր մեղադրվում է լրտեսության մեջ եւ քրեական հոդվածով է, թույլ չտվեցինք, որ այդ մարդիկ քաղաքը վերցնեն։ Առավել եւս այդ մարդիկ հայտարարում էին, որ իրենց նպատակը ոչ թե քաղաքը վերցնելու, քաղաքում աշխատելն է, այլ քաղաքը վերցնելուց հետո անցնել եւ վերցնել հանրապետությունը։ Եվ այս առումով մենք համարում ենք, որ ճիշտ բան ենք արել։ Ընդհանրապես մենք համարում ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը պիտի ձևավորվի կոալիցիաներով, որովհետև երբ որ 50+ որևէ քաղաքական ուժ վերցնում է իր վարչապետին, դա դառնում է սուպեր վարչապետական։ Վերահսկողություն չկա, օրենքների որակը ցածր են, թիմը գիտի ինքը կոճակը սեղմողն ունի, ինչ օրենք բերում է թափթփված, փնթի տվյալ պահի անհրաժեշտ, հակադրությունը չկա, կբերի կանցկացնի։ Ընդհանրապես Եվրոպայում, ասենք իշխող կուսակցությունները 35-40%-ից ավել երբեք չեն հավատում։ Իսկ այդ առումով, պարոն Սարգսյան, հետընտրական արդեն ինչ պատկեր եք խորհրդարանում պատկերացնում, ընդդիմությունը ինչպես ասում է, մենք Գյումրի 2 ենք անելու եւ միասին համախմբվելով կոալիցիա կկազմենք եւ իշխանապահություն կիրականացնենք, թե ինչ սցենար եք դուք պատկերացնում, ինչ արդյունք ընտրությունների, որտեղ ընդդիմությունն էլ բավականին ուժեղ ռեսուրսներ ունեն ամեն դեպքում որոշակի։ Գիտեք ինչ, դուք բերեցիք Այրայի հարցումները, օրինակ ես կարող եմ ասել, որ Այրան ինքը շատ հեղինակավոր կազմակերպություն է, բայց ցանկացած հեղինակավոր կազմակերպություն Հայաստանում, երբ որ պատվեր է տալիս սոցիոլոգիական հարցում, այդ հարցումը անում են հայկական ընկերությունները, հայախոս մարդիկ, որոնք որոշակի ուղղվածություն եւ տրամադրվածություն ունեն, եւ ինչպես դա ազդում է սոցհարցումների վրա։ Իհարկե ազդում է։ Անկամ եթե ես եմ հարցումը հեռախոսով զանգողը, ես որևէ նախապատվություն ունեմ, այդ նախապատվությունը չի կարող չազդել իմ արած խնդիրների վրա, այդ մարդուն բնորոշ շատ պարզ բան է, ավելին մեր հասարակությունը ինքը չի ուզում հարցումներին պատասխանել հիմնականում, ինքը հիմնականում ասում է, որ կգա օրը կգնամ կորոշեմ, չեմ որոշել եւ այլն, այո, եւ երկրորդ Այն կազմակերպությանը, որին տվել էր Այրան իր հարցումները, այդ կազմակերպությունը, ընդհանրապես Հայաստանում սոցիոլոգիա անող կազմակերպությունները սերտորեն կապված են նախկին իշխանությունների հետ, մասնավորապես երրորդ նախագահի Փեսայի, որ մեդիադաշտում ժամանակին հիմնական մեդիադաշտի ղեկավարողն էր եւ ինքը ձևավորեց այդ ընկերությունները հարցումներ անելու, դրանց ներկայացնելու, հարցումները որպես քաղաքական գործիք ընտրությունների վրա ազդելու առումով, այնպես որ բացարձակ անկախ ու զուտ ֆինանսական նպատակով հարցումներ անող եւ անկողմնակալ հայկական հարցումներ անող կազմակերպություն չկա։ Ասեմ, որ նույն այդ կազմակերպությունը Երևանի ընտրությունների ժամանակ, երբ որ հարցում էր արել, Արտակ Զեյնալյանին տվել էր 2.5%, Մանեթ Հանդիլյանին 17 ինչքան, եթե թիվը սխալվում եմ, թողներ են, իրականում Արտակ Զեյնալյանը 11% հավաքեց, 2 քանիսը հավաքեց Մանեթ Հանդիլյան։ Երևի շփոթել էին թողել։ Գիտեք, այդ ուզում եմ ասել, որ նախկինների հետ կապ ունենալը որոշակի թելադրանք ունի, ասածիս իմաստը դրանում է։ Այսինքն տեղերը ոչ միայն փոխում են, եթե իրենց պետք է, որ արևմտամետ այն ուժը, որ մենք ենք, որը չի կարող ռուսների հետ որևէ
այդ առումով գործարք ունենալ, առավել եւս հոկտեմբերի 27-ի ու Լիտվինենկոյի համատեքստում, եւ այն ուժն ենք մենք, ով ասում ենք, որ մենք այ ռուսների մշակած կոնսենսուս -1-ը թույլ չենք տա, անկախ նրանից, որ մենք գործող իշխանության հետ ունենք բազմաթիվ տարբերություններ, սկսած սահմանադրությունից վերջացրած կառավարման համակարգի մեխանիզմներով, կառուցվածքով եւ այլնով, մենք միևնույն է կողք կդնենք մեր տարբերությունը բալանսավորողների եւ արևմտամետների մեջ եւ կպաշտպանենք գործող իշխանությանը, մենք դառնում ենք այդ թևի համար նույնչափ թիրախ, ինչքան գործող իշխանությանը, որտեղ իրանք համարում են, որ գործող իշխանությունը այ 50+1 չի հավաքի, ու այդ պարագայում ինչ է անել պետք, ով է որ ասում է, ու ամբողջ դաշտում միայն մենք ենք որ ասում ենք, որ մենք կոալիցիա կկազմենք։ Հետևաբար իրենք խփում են մեզ, որ մենք չանցնենք, որ կոալիցիա կազմող չլինի ու այդ իրենց հնարավորություն տա։ Այստեղ կա մի ուրիշ բարդություն էլ։ Իշխանությունն էլ հաշվարկում է, որ եթե ինքը հանկարծ 50+1 չհավաքի այս խնդիրը, իսկ եթե չհավաքի այ քվեներ որտեղ են, ում հետ է իր քվեները նման, հանրապետություն կուսակցության հետ։ Ուրեմն ինչ անենք, որ հանրապետություն կուսակցությունը չանցնի, ու չեմ ասում վերևներում, չնայած վերևներում էլ կան մարդիկ, ցանկացած հանդիպման ասում են Արամ Սարգսյանը չի անցնելու, որ այ մեզ քվեարկողը մտածի, որ մենք չենք հաղթահարում, գնա ու քվեն տա ԿՊ-ին, որպեսզի չփոշիանա։ Սիրելի ժողովուրդ, այդպես չի, որովե քվե չի փոշիանում եւ միգուցե նաեւ իշխանությանը հարմար չի, որ ազգային ժողովում ունենան մեր նման ընդդիմադիր, որտեղ մենք ծրագրերից ենք խոսելու։ Իրենք մեզ չեն կարող ասել դավաճան, հողատու, իրենք մեզ չեն կարող ասել թալանչի։ Մենք գնալու ենք, մենք էլ իրենց այլ բաներ չենք ասել։ Մենք գնալու ենք ծրագրեր ենք տանելու եւ այդ ծրագրերին իրենք պիտի պատասխանեն։ Այնպես ինչպես մենք ազգային ժողով տարանք ծրագիր Եվրոմիության անդամակցության, որը մեր նախկին կուսակից հիմա ազգային ժողով ինչի է նախկին իմ ընկերն է ու լավ բարեկամ ազգային սահմանադրական դատարանի դատավոր է եւ իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու դրա համար նախկին կուսակից Արտակ Զենալյանը այն կարգի էր ձևակերպել սկսել գործընթաց, որին ոչ ասել է Եվրոպային ոչ ասել էր ու այստեղ իշխանությունը տարբերակ չունեցավ, քան քվեարկել, այսինքն մենք ազգային ժողով էլ այդ կարգի օրենքներ ենք տանելու, որ իրենց բավականին ոչ հարմար դրության մեջ է դնելու, հենց նույն ռուսական իշխանությունների հետ այդ իրենց ասած բալանսավորման քաղաքականությունը իրական բալանսավորման բերելու, որտեղ այսօր այդ բալանսը չկա, այսօր իրենք են ասում, որ մեր առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ, չգիտեմ, 90 քանի տոկոս է, այդ դեպքում 8 տարի է, ի՞նչն եք բալանսավորել։ Ինչ է 80։ Հիմա, այո, ճիշտ եք ասում, հիմա երբ որ Ռուսաստանն այս նախընտրական շրջանում միգուցե ընտրություններով պայմանավորված իրանք ասում են այն, որ Հայաստանը շարունակում է եվրոինտեգրման իր քաղաքականությունը եւ որ վերջերս եվրոպական քաղաքական համայնքի այդ գագաթնաժողովները Հայաստանում եւ որ դրան Զելենսկու մասնակցություն, մի խոսքով տարբեր պատճառներ են թվարկում եւ դրանց արդյունքում ռուսական այս պատժամիջոցները ինչպես է գնահատում եւ արդյոք իսկապես հնարավոր չէր դիվերսիֆիկացնել մեր արտահանման ուղիները, որ այսօր մեր արտահանողը պտուղ բանջարեղեն եւ այլ մթերք արտահանողները չկանգնեին նման խնդրի առաջ։ Իհարկե, այդ պիտի արվեր այս 8 տարիներին։ Իհարկե, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը ոչ թե կապուչապի կահակած պիտի քարոզություն աներ այս շրջանում, ասենք, եւ սրտիկներ ցույց տալ, այ Եվրոպաներում, չգիտեմ, ելակ վաճառեր կամ ասում եմ դիմել ենք Եվրամիություն, ասելով որ տեսեք ձեր պատճառով է եւ աջակցեք մեզ։ Մի քանի օր առաջ նման հայտարարություն արեց էկոնոմիկայի նախարարը։ Գիտեք ինչ, էկոնոմիկայի նախարարին օրինակը բերեցի օրինակի համար, այդ վերաբերվում է ամբողջ կառավարությանը, եւ այդ առումով ինչ որ քայլեր անում են, եւ այդ առումով ես լսեցի այսօր Մարիա Կոսի հայտարարությունը, որ մենք լուսամուտ կբացենք հայկական ապրանքները վաճառելու, Ֆոն դեր Լայնի հայտարարությունը, որ հեռախոսազանգ կունենա ու արագացված տեմպով կլինի։ Ես կարծում եմ, որ Երևանի կամ չգիտեմ, գուցե Արարատի մարզի եզրամասային գյուղերից որևէ մեկում ինչ որ ժամանակ Վլադիմիր Պուտինի արձանը դնելու են, ու ինչու եմ այդպես կարծում, որովհետև ես գիտեմ թե Մոլդովան, թե Վրաստանը ինչպես կարողացան եվրոպական շուկաներ մտնել, այս քայլերը
ինչ այսօր Ռուսաստանն անում է, այդ քայլերով է, որ մեր գյուղացին, մեր տնտեսությունը շարժվելու է այն ուղղությամբ, որ գտնելու է։ Ինչպես կարող է մեր գործարարը, որը գյուղմթերք է արտահանում եւ ոչ միայն գյուղմթերք, մտնի եվրոպական արևմտյան շուկաներ, որ դուք ասում եք ես գիտեմ։ Դե դրան է պատասխանում։ Երբ որ արգելում են, ու դրա համար եմ ասում, որ Պուտինի արձանը կդնեն, որտեղ այդ արգելելուց հետո արդեն ինքը ստիպված է արտադրել են արտադրանքը ու այն մշակաբույսը մշակել, որը կարող է եվրոպական շուկաներում վաճառել։ Ես չեմ համարում, որ հայերը ավելի քիչ հնարամիտ են, քան մոլդովացիները, ամենայն հարգանքով մոլդովացիներին ու վրացիներին։ Պապայանն ասում է, որ մեր գյուղմթերքը, որ հիմա կանգնած է Լարսում կամ հետ է գալիս, դրանք բոլորը եվրոպական ստանդարտներին համապատասխան գյուղմթերք է։ Ես չեմ ասում, որ եվրոպական ստանդարտներին համապատասխան չի։ Ես ասում եմ, որ հայ գյուղացին սովորել է այդ շուկային։ Գնում է այդ շուկայի վրա, պայմանագրերը այդ շուկայի վրա են եւ մեղավորը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է, մասնավորապես էկոնոմիկայի նախարարը, որ այս ընթացքում այս ամբողջ 8 տարիներին, տեսնելով որ Ռուսաստանի իշխանությունները, չգիտեմ, ելակը որպես քաղաքական գործիք են մեր վրա օգտագործում, որպեսզի մենք ընտրենք Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, այդ ուղղությամբ քայլել չեն արել։ Երկրորդ, դու պիտի արտադրես այն արտադրանքը, որը կարող է, որը պահանջարկ ունի եվրոպական շուկայում։ Ելակը այն ապրանքն է, որը բոլոր երկրներում աճում է, որը շատ մեծ մրցակցություն ունի, որը տեղափոխման խնդիրներ ունի, եւ այդ ապրանքը Եվրոպա հասցնելը, նույնիսկ ամենալավ որակինը, եթե ասում ես, գնային առումով միգուցե։ Ես նման հաշվարկներ չեմ արել եւ գյուղատնտեսությունը իմ սիրած ոլորտը չի։ Իմ ոլորտը այդ արդյունաբերությունն է։ Բայց ես հասկանում եմ շուկան։ Դու պիտի շուկայի պահանջարկին համապատասխան լավ որակի ապրանք տաս եւ իմ կարծիքով հայ մարդը պիտի առաջարկի ամենաթանկ ապրանքը, ինքը պիտի սերտիֆիկացնի իր պտուղը միջազգային չափանիշների համաձայն, պիտի ստեղծի սերտիֆիկացման վարչություն Հայաստանի կառավարությունը, որը միջազգային չափանիշներով կհետևի, կոժանդակի գյուղացուն այդ չափանիշների հասնելու, այդ չափանիշների համար ինչպիսի դեղամիջոցներ պիտի օգտագործվի, կառաջարկի այդ տարբերակները, նման սերտիֆիկատ կտա, որը հիմք կհանդիսանա, ու ես համոզված եմ, որ առավել եւս մեր պտուղը, մեր արևի ու մեր ունեցած քաղցրահամ ջրի պայմաններում մրցակցության մեջ համային հատկանիշներով եւ որակական հատկանիշներով կարող է դառնալ ամենաթանկը։ Խնդիրը այս համատեքստի մեջ պիտի նայել, այսինքն շուկաները, երբ որ մեր գյուղացին 5 տարի հետո այս պարտադրանքից հետո կսկսի արդեն 2 տարի, 5 տարի հետո ինքը տեղավորվելու է այդ շուկայում։ Ինքը հասկանալու է այդ շուկայի կարգը ոնց է, ու ինքը գնահատելու է այդ շուկան շատ ավելի լավը, քան ռուսականը, որտեղ տեսնելու է, որ այդտեղ կարգ ու կանոն է գործում, տեսնելու է, որ այդտեղ հուսալի է, տեսնելու է, որ այդտեղ ժամանակին վճարում են, տեսնելու է, որ այդտեղ իրեն նախնական պատվերներ են տալի։ Իշխանությունները ակնարկում են կամ բաց տեքստով էլ ասում են, որ Եվրոպա հասնելու ուղիներից մեկը բնականաբար տրամաբանական է դա նաև ամենակարճ ուղին Թուրքիայի միջոցով է, եւ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ախալքալակ Գյումրի, Ախալքալակ Կարս, իհարկե Գյումրիով, հավանաբար այդ երկաթգիծը Հայաստանի համար արդեն կարող է հասանելի լինել եւ որ երեք էլ Կոբախիձեն ասաց, որ Վրաստանի վարչապետը, որ կարող է Հայաստանը միանալ Կարս Ախալքալակ այդ երկաթգծին եւ ի վերջո դա երբ կարող է գործարկվել, երբ կարող է ընդունել հայկական բեռները այդ երկաթգիծը եւ իսկապես մենք կարող ենք այդ տեղով մոտ ապագայում այս տարի կամ թեկուզ հաջորդ տարի, որ ռուսական այս միակ շուկայի հույսին չլինենք, որ պատժամիջոցների տակ հայտնվելով մեր գյուղատնտեսությունը ոչնչացման եզրին կանգնի։ Ապրանքաշրջանառության Թուրքիան հապաղում է, դեռ չի, կարծեք թե շատ դժվարությամբ է բացում հնարավորությունները։ Ապրանքաշրջանառության գլխավոր պարամետրերից մեկը եւ ապրանքի գնի վրա ազդող պարամետրերից մեկը լոգիստիկան է։ Ճանապարհները ինչ ճանապարհով է հասցնում եւ ինչ ժամկետների մեջ։ Հիմա ժամկետներն էլ շատ կարեւոր են, առավել եւս պտուղների առումով եւ դրական է, որ Հայաստանի Հանրապետությունը այդ քայլերն անում է, դրական է, որ այդ երկաթգիծը բացվում է,
դա հանգամանք է, որ ամբողջությամբ մեզանից չի կախված, դա կախված է մի շարքի երկրներից, առավել եւս Թուրքիայից, եւ այդ դրական հանգամանքի էականը նրանում է, որ մենք պիտի գնահատենք, ով օժանդակեց, որ այդ հանգամանքը թեկուզ էս կես քայլով իրականություն դառնա։ Ակնհայտ Միացյալ Նահանգները։ Եվ այս համատեքստում ես շատ կարևորում եմ թրիպը։ Թրիպը գերկարևոր ճանապարհային հանգույց է, այն իսկապես միջանցք է, ոչ թե Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղի, այդ նոյեմբերի 9-րդ կետն էր, այս ապաշրջափակում է, եւ այս համատեքստում ամենաէական ձեռքբերումը կլիներ են, որ Երասխավանից Ախուրյան այդ 240 կիլոմետրն էլ աշխատեր, սա թե անցումային տրանզիտի առումով մեր հնարավորությունները շատ լուրջ կմեծացներ, թե քաղաքական առումով մեր ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա կմեծացներ, իսկ ով է, որ դա տվել է կոնցեսիոն կառավարման, Ռոբերտ Քոչյանը 2008 թվականի նախագահության վերջին շրջանում, բայց բանակցությունները փետրվարի 28-ին տվել է դա եւ ինքը հիմա հիմնական այս արգելքները որ կան, գալիս են ոչ թե դրանից, գալիս են նրանից, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասաց, որ այդ ճանապարհը հայ ժողովրդի ազգային շահն է, եւ ես Ռուսաստանի իշխանություններին խնդրելու եմ, որ դա մեր գերական շահն է։ Հրաժարվում են, ասում են թող Եվրոպա գնա Հայաստանը, թող Արստանը, բայց ոչ Ռուսաստանի հաշվին։ Բնականաբար զուգահեռաբար էլ ասում են չենք վերանորոգելու ձեր, հրաժարվում են ամեն դեպքում, կտրուկ չեն ասել, բայց իմաստը չեն տեսնում եւ չեն էլ տեսնում իմաստը, որ կոնցենսիան, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, վաճառեն մեկ այլ բարեկամ երկրի։ Ոնց է լինելու այս խնդրի լուծումը, որը պակաս բարդ չի։ Նախ ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ուներ մի քանի տարբերակ։ Առաջին տարբերակ հենց անմիջապես իշխանության գալուց հետո գործող իշխանությունը 2018 թվականից ստուգումներ սկսեց Հարավկովկասյան երկաթուղում եւ տեսավ, որ 60 միլիոնի չարաշահում է եղել, բեռը չի տեղափոխվել, բայց պետությունից փող են վերցրել այդ բեռների տեղափոխման եւ գործը փակեց։ Աղմուկ բարձրացավ եւ գործը փակեց։ Ռուսաստանից, ասում են Լավրովը ինչ որ հայտարարություններ արեց եւ գործը փակվեց։ Այսինքն դատական process-ով այդ գործը վերաբացելով ասել, որ դուք ձեր պարտավորությունները չեք կատարել կոռուպցիայի եւ այլ։ Սա իրենից հակադրություն է առաջացնում եւ այդ հակադրությունը կարող է սրել էլ ավելի, իշխանությունն էլ ուզում է բալանսավորել, չի ուզում սրել, արեց ավելի կոպիտ սխալ, ասաց, որ արեք վաճառեք մի երրորդ կողմի Ղազախստանի։ Դա կոպիտ սխալ էր։ Այո։ Ես համարում եմ, որ իշխանությունը պիտի ասեր, որ հաշվեմ 2025 թվական մինչև 26 թվական ձեր կատարած բեռնափոխադրումները, այն վիճակը ինչը որ կա Հայ-Կովկասյան երկաթուղիներում եւ դուք ինչքան շահույթ եք ունեցել, այդ շահույթը իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, մոտավոր այդ բանով, որտեւ այդ իրենք այնքան կոռումպացված են իրանց թվերին, ուղիղ չես կարող ու այն ինչ որ կա համացանցում հիմք չեմ ընդունում, բայց դա մոտավորապես ասենք անում էր 10-11 միլիոն դոլարի կարգի։ Լավ, դուք ունեք մինչև 38 թիվը, հա, 10 տարի է, 12 տարի է։ Բազմապատկում ենք 10 միլիոնը դրանով դառնում է 120-130 միլիոն։ Համեցեք ձեր 130 միլիոն շահույթը առաջիկա մինչև 38 թիվը, վերցրեք եւ մեր երկաթգիծը տվեք մեզ, ոչ թե երրորդ կողմ, այո։ Եվ Ռուսաստան, թողեք վերջացնեմ։ Լավ, խնդրեմ։ Ես նյութին շատ լավ տիրապետում եմ Արմինե ջան։ Ռուսաստանն առաջարկել է 250 միլիոն։ Եվ ավելին, գումարելով ամեն տարվա ինչ որ կոնցենսիայի գին եւ այլն, բավականին մեծ գումար էր։ Այդ ավելին մի քանի 100 միլիոն դոլարը գերազանցող։ Իրենք առաջարկել են 250 միլիոն դոլար։ Իրենք պատրաստ են սակարկության, ռուսները միշտ այդպես են առաջարկում, իրենք կարող էին միլիարդ առաջարկեին, ավելին ասեին այս բաները։ Դուք կարծում եք 250 միլիոն դոլարով ռուսները պատրաստ են զիջել։ Ես կարծում եմ, որ ռուսները 150 միլիոնով էլ պատրաստ են զիջելու։ Այդ ուղարկի սակարկային գին է։ Դա վերահսկողության շատ լուրջ լծակի կորուստ կլինի։ 150 ընդամենը 150 միլիոնով։ Գիտեք ինչ, իրենք այդքան շահույթ Հարավկովկասյան երկաթուղիները դա բիզնես կառույց է, որը հետապնդում է շահ։ Լրիվ համաձայն եմ, բայց եթե Հայաստանը վերցնի երկաթգիծը եւ շահագործի, դա Հայաստանի մեծ զարգացում եւ նաեւ անկախության ինչ որ աստիճան կբերի, որը ես ենթադրում եմ ռուսներին դուր չի գա։ Դա միայն զուտ շահույթով Գիտեք ինչ, դուք այդպես եք ենթադրում։
Ռուսները ներկայացնում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության բարեկամ են։ Երկաթգիծը, որ մենք տվել ենք կոնցեսիոն կառավարման, տվել ենք բարեկամի, ինքը ունի ժամկետ մինչև 38 թիվը, կա փաստ։ Մինչև 38 թվի լրանալը իրենք կարող են ունենալ այսքան շահույթ։ Մենք վճարում ենք այդ շահույթը, իրենք չեն կարող չգնալ։ Նույն կերպ ռուսներին շատ ձեռնատու էր, որ իրենք մնային Ագարակ ավանում որպես անցուդարձի սահմանապահները, Զվարթնոց օդանավակայանը ընդհանրապես վերահսկելը բխում էր իրենց շահերից, ել չեմ խոսում այսօր Ախուրիկում, որտեղ պիտի իրենք երկաթգիծը բացվի, որ իրենք վերահսկողություն անեին, շարունակեն այդ բայց իրենք գնացին, չէ՞։ Այդ գինուներ, չէ՞։ Այսինքն կան դեպքեր, որտեղ ինքը չի կարող ասել ոչ։ Ռուսներն ուզում էին Լեռնային Ղարաբաղում էլ մնային, շարունակեին մնալ, բայց Ալիևն ասեց հեռացեք, ու իրենք հեռացան, չէ՞։ Ռուսները այնպես չի, որ իրենք, չգիտեմ, ամեն ինչ կարող են, ու իրենց ամեն ինչ թույլատրելի է։ Ռուսները փորձում են փոկել մաքսիմումը։ Դու պիտի սակարկես այդ մաքսիմումը։ Ոչ թե ասես բերեք այդ տանկ երրորդ կողմի ղազախներին։ Ինչի ղազախներին, ինչի երրորդ կողմի։ Մենք Թրիպում 24% բաժնեմաս ունենք։ Այստեղ ռուսների հետ ոչ մի բաժնեմաս չունենք։ Մենք ասում ենք, մենք մերը վերցնում ենք, քանի որ արդեն մենք ուզում ենք այդտեղ սեփականություն ունենալ։ Այս խնդիրը իմ կարծիքով լուծվող խնդիր էր եւ Հայաստանի իշխանությունները պիտի գնային այդ ճանապարհը։ Բայց Հայաստանի իշխանությունները, քանի որ Ռուսաստանը գնաց դրան հակադրությամբ, Հայաստանի իշխանությունները պնդեցին, սկսվեց այս շարքը Հայաստանին հակադրվելու, որ դուք ուզում եք փոկվեք Ռուսաստանից, հակառակ դեպքում իրենք այն ժամանակ, երբ որ Եվրոմիության անդամակցության այդ օրինագիծը տարանք ազգային ժողով, այդ ժամանակ կանեին այս ամեն ինչ։ Բայց իրենք թողեցին, բերեցին այս ամեն ինչը հասրեցին ընտրությունների օրվան, ընտրություններով ճնշումներ գործադրելու, ելակով մեզ պարտադրելու, թե ում ընտրել, Կոպիրկինին են կանչել եւ այլը։ Կոպիրկինը հետ չգա։ Ես կարծում եմ, որ Կոպիրկինը հայ-ռուսական նախ բարևներս փոխանցեմ պարոն Կոպիրկինին, վաղուց չեմ փոխանցել, Կոպիրկինը հայ-ռուսական հարաբերությունները փչացնող համար մեկ գործոններից է, որտեղ ինքը ոչ թե խորացավ այն հակասությունների ու խնդիրների վրա, որը կա Հայաստան-Ռուսաստան համատեքստում, այլ էլ ավելի սրեց այդ ամեն ինչը, նեղ շրջանակով, փորձելով այդտեղ հրահարելու տարբեր ուղղություններով։ Ես կարծում եմ, որ իրենք հաջորդ դեսպանին ավելի գործող իշխանությանը մոտ մարդ կնշանակեն, ընտրություններից հետո կշնորհավորեն Նիկոլ Փաշինյանին եւ նոր դեսպան արդեն Կոպիրկինը չի լինի։ Այսինքն դուք վստահ եք, որ Նիկոլ Փաշինյանը նորից կլինի իշխանության, հա, որ ռուսներն էլ շնորհավորեն։ Այո, Նիկոլ, տեսեք, ռուսները այս ամեն ինչն անում են, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, եւ դա ակնհայտ է եւ դա չեն թաքցնում, դա նույնիսկ ուղիղ տեսքով են ասում։ Բայց իրենք հասկանում են, որ դրան հասնելու հնարավորությունները այսօրվա Հայաստանում քիչ են եւ այդ պատճառով, ասենք, նույն Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, երբ որ Վլադիմիր Պուտինը շնորհավորում է, հույս է հայտնում, որ հետագայում այդ համագործակցությունը էլ ավելի կխորանա եւ այլ այս համատեքստում, կամ իրենք երբ որ ԵԱՏՄ-ում քննարկում են, ասում են, այ դեկտեմբեր ամսին արդեն հարցը կդնենք կոնկրետ, ավելի կոնկրետ կդնենք Հայաստանը գնում է Եվրոմիություն, թե չի գնում։ Եթե իրենք հավատային, որ Սամվել Կարապետյանն է հաղթելու կամ Ռոբերտ Քոչարյանը, հարցը կոնկրետ դնելու խնդիր չկար ուղղակի եւ այլ։ Այդ ասում են Հայաստանի քաղաքական դաշտի վրա ճնշում գործադրելու, բայց ներքին կարգով են գիծը պահելու, որ կանցնի Հայաստանի հաջորդ իշխանությունը ու անցնելուց հետո այդ դեկտեմբեր ամսին այդ հարցը ավելի կոշտ կդնենք։ Այնպես որ, այսինքն ես կարծում եմ, որ ընտրությունից հետո փոխադարձ սիրալիրության շնորհավորանքներին, իսկ պատժամիջոցները։ Պատժամիջոցները գյուղատնտեսական։ Իմ կարծիքով գյուղատնտեսական պատժամիջոցները կամաց կհանվեն։ Իսկ գազը թանկացնելու սպառնալիքները ասում են 4-5 անգամ կթանկանա։ Տեսեք, խնդիրը նրանում է, որ այս պատժամիջոցները որևէ առումով հայ-ռուսական հարաբերությունները չեն լավացնում, իսկ այն մարդիկ, ում համար որ իրենք այդ պատժամիջոցները դնում են, այդ մարդիկ դրանից տուժում են։
Որովհետև թե Սամվել Կարապետյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե մենք, թե Նիկոլ Փաշինյան նույն նավի մեջ ենք։ Այդ նավի անունը Հայաստան է։ Գիտակցում են իրենք, չեն գիտակցում իրենք, չգիտեմ, ես այդ գիտակցում եմ։ Հիմա երբ որ Ռուսաստանը պատժամիջոց է կիրառում Հայաստանի Հանրապետության վրա, այդ թվարկած մարդկանցից մեկը, ով 10 տարի Հանրապետության ղեկավար է եղել, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինքը հմեկի հարցադրություն ասաց, որ ես մի զանգով պատերազմի խնդիրը կլուծեի։ Հիմա պարոն Ռոբերտ Քոչարյան, մի զանգով լուծեք ելակի խնդիրը։ Զանգեք Ռուսաստանի Դաշնության ձեր ընկեր Վլադիմիր Պուտինին, ում հետ քիմիա ունեք, չգիտեմ, Վլադիմիր Վլադիմիրիչ ասեք, կամ ասեք շեֆ, ոնց ուզում եք, կարևորը խնդիրը լուծի։ Կարևորը խնդիրը լուծվի։ Ասեք, գիտեք ինչ, բերեք այդ դրանով մեր բարեկամությունը վատանում է։ Բերեք այդ ելակի խնդիրը, կամ այդ մրգերի խնդիրը, կամ ջերմուկի խնդիրը, ես կոչ անեմ բաց, որ դիմում եմ ՌԴ նախագահին, որ միջնորդի, որ հայ գյուղացին, հայ մարդը չտուժի եւ դուք էլ այդ իմ ասելուց հետո կանեք ու իմ վարկանիշը կդառնա 1000 ու ես կարող եմ ընտրել։ Ձեր հարցին ասեմ, որ իրենք հավանաբար շատ ուրախ են նրանից, որ պատժամիջոց է, իրենք չեն համարում, որ մենք մի նավում ենք։ Իրենք համարում են, որ մեր նավը ու իրենց նավը ուրիշ է։ Իրենք ուզում են այս նավը խորտակվի, այսինքն իրենց համար միևնույն է, որ գյուղացին տուժում է ելակ վճվար, որտեվ պիտի դուրս գաս ելակ վաճառողի տրամաբանությունից, օգնեմ իրեն, որ իր ելակը չփչանա, որտեվ հայ մարդ է։ Իրենք դուրս են գալիս սեփական տրամաբանությունից։ Այ ելակ վաճառող չես քվեարկում ինձ։ Այո։ Եվ դրա համար նույն Ռոբերտ Քոչարյան իր հանրավակներից մեկում ասում է, այ կընտրեք ինձ, ուղիղ է ասում, կընտրեք ինձ եւ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, որևէ խնդրով Ռուսաստանի հետ պետական հարաբերությունների առումով խնդրեմ չի ունենա։ Իսկ ինքը կարող է մեկ զանգով կամ թեկուզ 10 զանգով կանգնեցնել պատերազմը։ Գիտեք ինչ, ինքը ասում է, որ նա ասում է ինձ ցույց չտվեցին, ես գնայի բանակցեի, ինքը կարող էր կանգնեցնել։ Ինքը ասում է, որ ինքը կարող է։ Ես ասեմ, ինքը գլուխ է գովում կամ բան է դեպքում։ Եթե կարող էր, թող աներ։ 21-րդ դարում ինքնաթիռնել են տվել, ես հիշում եմ, որ վարչապետական ինքնաթիռը տվեցին գնա, ինչը վերում է, ասենք, կորոնավարակի տեստին, այդ տեստերը ինքը հանձնում էր Իսմիրյան կենտրոնում, Իսմիրյան կենտրոնի գլխավոր բժիշկ իմ կողմից էլ հարգված Արմեն Նեչարքչյան, եւ այլն, ինքը կարող էր այդ Իսմիրյան կենտրոնից ինչ թուղթ ուզեն։ Իմիջիալոց ինքը երկուսն էլ ունեցել է, եւ որ ունի, եւ որ չունի համապատասխան օգտագործելու առումով, երկրորդ 21-րդ դարում կա հեռախոս, կա էլեկտրոնային փոստ, կա, չգիտեմ, Telegram, տեսակապի բազմաթիվ միջոցներ, Skype մի խոսքով, որով կարող էր կապնվել ու ասել գիտես ինչ։ Արդեն հիմն է Skype-ը, Telegram կա հիմա տարբեր բաներ։ Պարոն Սարգսյան, տեսեք, հիմա կան մարդիկ, ուժեր կամ փորձագետներ, որոնք ասում են, տեսեք, իշխանությունները կամ այլ ուժեր, այդ թվում նաև դուք քննադատում եք, որ մեր ամեն ինչ կուտակված է մի կենտրոնում, Ռուսաստանում, ներմուծում, արտահանում, էներգետիկա եւ այլն, եւ հիմա այս վերջին զարգացումներով թրիպ լինի դա վերջին Մարկո Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղարը, որ եկավ Հայաստան, ստորագրվեցին տարբեր փաստաթղթեր, այդ թվում նաեւ կարևոր կրիտիկական այդ հանքանյութերի միասին վերամշակելու կամ արդյունահանելու այդ համաձայնագիրը եւ այլն, ատոմակայանի մասին է խոսք գնում, որ կարող է լինել ամերիկյան եւ այլն փոքր մոդուլային այդ ռեակտորը։ Հիմա ասում են, որ հակառակն են անում, փորձում են ուժային կենտրոնը տեղափոխել դեպի Ամերիկա եւ նորից այսպես կախվածության մեջ ընկնենք, ինչպես է գնահատում այդ քննադատությունները։ Ես գնահատում դա, որովհետեւ ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի անվտանգություն ապահովելու առաջին։ Իսկ անվտանգություն յուրաքանչյուր երկրի համար ապահովում է իր բանակը։ 21-րդ դարում պատերազմներում հաղթում են պետությունները։
Եվ այդ պետությունները իրենց տնտեսությունը աճեցնելով վերազինում են իրենց բանակը, այդ բանակին հասցնելով սպառազինության այն մակարդակի, որ հարևանները հասկանան, որ հարձակման դեպքում եթե անգամ հաղթեն, էլ շատ մեծ կորուստներ կունենան եւ այդ իմաստ չունենա։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը ստիպված է ինքը այս տարածաշրջանում, այս պայմաններում պատերազմից հետո ոտքի կանգնելու։ Ու այդ ոտքի կանգնելու տարբերակը ես միշտ ասում եմ, դա տարբերակ է, որը կարող է հնարավորություն տալ մեզ հաղթելու եւ որպես օրինակ բերում եմ Գերմանիայի եւ Ճապոնիայի օրինակը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դա առանց արյան, առանց պատերազմի տնտեսական մրցակցության տարբերակն է, ինչ այդ երկրները կիրառեցին։ Իմիջիայլոց այդ երկու երկրներն էլ բնական ռեսուրսներով այդքան հարուստ չեն։ Հայաստանը փառք Տիրոջ է։ Ինքը Աստված մեզ չի նեղացրել։ Մենք բնական ռեսուրսներով լավ հարուստ ենք։ Մեր լեռները պղինձ, մեր կարերի մեջ պղինձ, արծաթ, ոսկի, մոլիբդենի ընդհանրապես 6-րդ, 8-րդ։ Իսկ դա հակադրություն չի ստեղծի, հատկապես այդ կրիտիկական հանքանյութերի հետ կապված համաձայնագիրը նորից ռուսների հետ հակադրություն չի ստեղծի, որովհետև մեր կարևորագույն հանքերի մի մասը գտնվում է կամ մեծ մասը նրանց վերահսկողության ներքո։ Գիտեք ինչի, իմ կարծիքով հակադրություն ռուսների մոտ ստեղծում է մի բան, ինչը որ իրենք չեն ու Հայաստանում հանկարծ ուրիշ։ Դրա բարձ օրինակը Ամուլսարն էր։ Ես 5 տարի պայքարում էի Ամուլսարի համար, այս իշխանությունը այդ ժամանակը ձգում էր։ Ես պայքարում էի եւ իշխանությունների դեմ եւ այսպես կոչված էկոլոգների դեմ, որոնք Ամուլսարը թույլ չէին տալ։ Հիմա ես ձեզ ասեմ, Ամուլսարի հանքավայրը ավելի փոքր հանքավայր է, քան Սոտկինը, բայց եկող տարվանից Ամուլսարում 5 տոննա ոսկի են ձուլելու։ 5 տոննա ոսկին այսօրվա ոսկու գներով $1 միլիարդ գումար է անում, որը ավելանալու է համախառն ներքին արդյունքի վրա։ Այս իշխանությունների ծույլիկության, թափտպվածության, թիթեռ նկարելու պատճառով մենք 4 տարի այդ 1 միլիարդը չենք ստացել։ Սոտքի հանքավայրը, որը այսօր Ռուսաստանինն է, անհամեմատ ավելի մեծ է, քան Ամուլսարը։ Սոտքը այսօր արտադրում է 240 կիլոգրամ։ 5 տոննան որտեղ, 240 կիլոգրամը որտեղ։ Բարեբախտաբար իրենք խոստանում են, որ մինչև տարվա վեր 2026-ին ես անկեղծ պատրաստ եմ նույն ռուս ներդրում արած գործընկերներին օգնել, որ իրանք հասնեն 400,000 տոննա հանքաքարի, որ գոնե 1 տոննա ոսկի ձուլեն, ինչը էլի Հայաստանի համախառն ներքին արդյունքն է մեծացնել։ Հետ գամ Քաջարանին, Քաջարանը մինչև 1 միլիոն տոննա խտանյութ կարող է արտադրել։ Այսօր արտադրում է 220-240 տոննա խտանյութ, տոկոսների մասին էլ չեմ ուզում խոսել, որտեղ այդտեղի կոռուպցիայի մասին պատմություններ կան, ես չեմ առաջինը։ Բայց Քաջարանի հանքավայրը կարող է 1 միլիոն արտադրել, այսինքն 4 անգամ ավելին։ Ինքը բաղկացած է 3 մասից՝ ձախ մաս, կենտրոն գետն է եւ աջ մաս։ Այո, որ մի մասը չի։ Իրանք աշխատում են Սովետական միության բացած ձախ մասում։ Իրանք աջ մասի լիցենզիա չեն էլ վերցրել։ Հիմա եթե աջ մասի լիցենզիան տրվի ամերիկացիներին, ռուսները չգիտեմ ինչի կարգել են, ամեկ պլյուսը, էս էլ ինչ որ խոսում ենք, էլի։ Բայց երբ որ դա տրվում է ենթադրենք ամերիկացիներին կամ հայ որևէ մեկի, իսկ ես կողմնակից եմ, որ հայ ներդրողի տրվի, որը պատասխանատվություն կրի նաև պոչահանքերի համար, որտեղ ստեղ պատասխանատվության խնդիր կա։ Եթե տրվում է, մրցակցություն է առաջանում այս երկուսի մեջ։ Այս մրցակցության պայմաններում օտարերկրացին ով եկել է, ինքը տոկոսներն էլ է ցույց տալի կոնցենտրատի։ Ինքը չի գողանում, իր շահութաբերությունն ավելի մեծ է լինում, իր տեխնոլոգիաները Ամուլսարի նման մի քանի անգամ ավելի առաջադեմ են լինում, քան նախկին կառուցված Սոտկինը, հետևաբար բնապահպանական խնդիրներն էլ ինքը ավելին է լուծում, եւ մենք գնում ենք, բռնում ենք, ասենք, չգիտեմ, այսօրվա Գյոբրամայնինգի ղեկավար Տրոցենկոյի ձեռքը եւ ասում ենք, պարոն Տրոցենկո, տեսեք, այս մարդիկ մեր բնության հետ ոնց են վարում, դուք ոնց եք վարում, ինչի դուք այսքան հանքաքարի բարեք, այ այս խնդիրը ձեռնատու չի Ռուսաստանի, բայց այս խնդիրը ձեռնատու է Հայաստանին։ Այս պարագայում ընկեր Տրոցենկոն կամ իր բաժնեմասը վաճառում է այս ընկերությանը, կամ ինքն է փորձում։ Իսկ որ հանքերում են, որտեղ են այդ կրիտիկական հանքանյութերը, որ Ամերիկան ցանկանում է Հայաստանի հետ միասին շահագործել կամ ուսումնասիրել առնվազն դրանք։ Դրանք այդ կրիտիկական հանքանյութերը հիմնականում
7-ից 12 էլեմենտներ են, բավականին բարդ անվանումներով։ Ես լավ եմ ֆիզիկայից, քիմիան իմ ուժեղ տեղը չի, բայց կարող եմ ասել, որ դրանցից 3-ը ամենաթանկն են ու ամենահազվադեպը։ Եվ Հայաստանում եղած հանքավայրերում հենց այդ 3-ն են, որը ամենաթանկն են եւ ամենահազվադեպը։ Մեկը գիտեմ, որ Երևանից Մասիվից դեպի վերև հանքավայր կա, որտեղ գայում գերմանիում այետնյութն է, որը ջերմային եւ այլ, ինքը շատ կարևոր, ինքը մետաղ է այս առումով ու դա, բայց այստեղ ամենաեականը ինչումն է, որ Ռուբիոյի վեցին այցի ժամանակ, երբ որ ստորագրվեց փաստաթուղթ, ըստ այդ փաստաթղթի եկել է գալու է երկրաբանական ամերիկյան երկրաբանական կազմակերպությունը, որը բացի տեղում արվող երկրաբանական հանույթներից օգտագործելու է նաև տիեզերական նկարահանման երկրաբանական հանույթները, որոնք ավելի մեծ խորությունների վրա են ցույց տալիս։ Եվ այս գործընթացները գնում են բավականին արագ, որովհետև Aircom ընկերությունը, որը աշխարհի ամենախոշոր ընկերությունն է թունելների, ճանապարհների ու հիմնականում էներգետիկ ուղիների գազամուղների առումով, հենց հիմա Հայաստանում է, հենց հիմա իրենք մեղրիում են եւ ուսումնասիրում են այդ թունելների այն հատվածները, որոնցով պիտի թրիպի այդ գնացքն անցնի։ Ու այստեղ խնդիրը նրանում է, որ այդ ուղուն հարակից պիտի անցնի նաև գազամուղը։ Հիմնական խնդիրը այստեղ էներգոկիրն է։ Գազամուղը, էլեկտրոմարուխները եւ այլ։ Ճանապարհը ինքը երկրորդական համատեքստն ունի այս առումով եւ այդ միջանցքի գերխնդիրը միջինասիական հանրապետությունների գազը Եվրոպա հասցնելու մեջ է, որն էլ պիտի շրջանցի Ռուսաստանն եւ Իրանը, որտեղ այդ երկու երկրը նախ պատժամիջոցի տակ են, երկրորդ իրենք շահագրգռված չեն, որտեղ սեփական գազ ունեն ու շուկայում նոր խաղացողը իրենց ձեռնատու չի։ Դրա համար Ռուսաստանը թե միջինասիական հանրապետությունների հանդեպ մասնավորապես Ղազախստանի եւ այլ ճնշումները մեծացնում է, եւ թե Հայաստանի հանդեպ է ճնշումները մեծացնում, որ նման ուղուց ինքը դուրս չմնա։ Այո, ասում եք նման ուղուց դուրս չմնա ու նաև այդ հանքանյութերը, ես երեք հետաքրքրեց մի հաղորդագրություն, որ ամերիկյան նույն համաձայնագիրը երեք ընկել է նաև Ադրբեջանում, ստորագրել է այդ կրիտիկական հանքանյութերի վերաբերյալ։ Ամերիկյան ինչ քաղաքականությունն է այս տարածաշրջանում, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված։ Կարծեք թե ամեն ինչ հայլային կրկնում է եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Ես այդ ձև չի ասի, ես կարող եմ ասել մի բան, որ Ադրբեջանը թրիպի ստորագրելուց հետո մինչ այսօր պահանջում է 908 որոշումը իր վրայից անել, Եվ հիմա ինչը մեղմ ասած գերիների ազատման դեպքում զիջվի դա։ Նայեք, Ադրբեջանը պահանջում է 908-ը հանել։ Այո։ Միացյալ Նահանգները չի հանել, չէ՞։ 908-ը ինչ է, պատժամիջոց, չէ՞։ Իսկ դուք ասում եք հավասար են։ Ես դրան եմ հակադարձում, որ հավասար չեն։ Ադրբեջանը առ պահ պատժամիջոցների տակ է։ Այսինքն բացարձակ հավասար չեն։ Երկրորդ, հանքանյութերի առումով Հայաստանի հետ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր Նիկոլ Փաշինյան եւ Թրամփ։ Երկկողմ համաձայնագրի առաջին կետը գրած է կիսահաղորդիչներ։ Ադրբեջանում նման բան գրված չի։ Հանքանյութի խնդիրը եւ կիսահաղորդիչների արտադրությունը դրանք բացարձակ տարբեր բաներ են։ Կիսահաղորդիչների արտադրություն անգամ Ֆրանսիան չունի, Եվրոպայում միակ կիսահաղորդիչ արտադրողը Նիդերլանդներն է։ Մեծ Բրիտանիան ուզում է, դեռ չի կարողանում։ Միացյալ Նահանգները ինչու է ուզում ու ինչու է Հայաստանում գրել։ Ես էլ ասեմ, որ Հարությանը գաղտնիք չմնա։ Միացյալ Նահանգները տարին 800 միլիարդ գումար է տալիս Չինաստանին այդ կիսահաղորդիչային վաֆելներ առնելու համար։ Վաֆելները կիսահաղորդիչային, դրանք այն նյութերն են, որոնց վրա այդ միկրոսխեմաները նստում են։ Այսինքն հենքն է, որի վրա միկրոսխեման հավաքվում է։ Դա ստանում են կվարցային ավազից 1000 աստիճան ջերմաստիճանում 3 նանո ճշտության սարքավորումներով տաքացնելու պարագայում։ Նման տարեկան 1 միլիարդ տալիս է Չինաստանին, որ դա բերի իր մոտ դարձնի կիսահաղորդիչ, որ դա վաճառի։
Հիմա ինքը Հայաստանում 74% է տրիպում։ Ինքը այստեղ այդ հանքավայրը ենթադրենք մեր պոչամբարներում այդ կվարցը արդեն պղի ինձ ոսկի արծաթ ինչ կա հանած է քիմիական ենթարկը այդ կվարցը համարյա մաքուր է 80%։ Պուլպայի հետ, ջրի հետ, եկել է լցվել է պոչամբարը, նստել է, դոնդողի նման գնում է, հասնում է միջնապատին, պատը կարող է փլել, էկոլոգիական վնաս եւ այլն, նախ այդ հանում է։ Էկոլոգիական ռիսկն է փոքրացնում։ Երկրորդ դրա հետ եղած այդ կեղտոտ նյութերը, երրորդ այդ կվարցից ստանում է կիսահաղորդչային վայել։ Մի տրիլիոն չի տալիս Չինաստանին ամեն տարի միջպետական պատկ չի ձևավորում։ Բաժանում է այդ գումարները տարբեր երկրների միջև։ Ու հնարավորությունները այդ 74%-ը իր սեփականությունն է դառնում։ Եթե պետությունն էլ մեր ներդրում անելու համար, չգիտեմ, 10-15 տարի կամ 20 տարի կազատի իրեն հարկերից, ինչի ես կողմ եմ կազատի իրեն հարկերից, իր համար էս գտած տարբերակ է։ Բայց Հայաստանը, գիտեք ինչ թռիչքային տնտեսական աճ ունենա։ Այս դեպքում ինչ պատերազմ, ինչ բան, ինչ խնդիր։ Լավ, ամփոփելով մեր զրույցը, պարոն Սարգսյան, ընտրությունների թեմային վերադառնանք, հետընտրական ինչ զարգացումներ կարող են լինել Հայաստանում նման ուժեղ խաղացողների մասնակցության պարագայում, օրինակ Ռոբերտ Քոչարյանը հիշեցնեմ, ասաց, որ եթե մեր հաղթանակը գողանան, մենք այսպես ասած հանգիստ չենք նստի մեր տեղը։ Կարող են հետընտրական ինչ-որ բախումներ լինել, զարգացումներ լինել։ Գիտեք ինչ, Ռոբերտ Քոչարյանը շատ վատ է տիրապետում հետընտրական process-ների տրամաբանությանը։ Ես այս երկրում ամենաշատ հանրավակներ եւ հետընտրական process-ների մասնակցած մարդ եմ։ Ինձնից ավել մասնակցած չկա, դա փաստ է ու գլուխգովանություն չի։ Հետընտրական process-ներ լինում են այն դեպքում, երբ ֆիզիկական առումով խախտվում են ընտրությունները։ Գողանում են ընտրատուփերը, տեղի են ունենում լցոնումներ, ընդդիմադիր տեխնացուներին ոստիկանությամբ հանում են դուրս ու դրսում ծեծում են, ինչպես Ռոբերտ Քոչյանի ժամանակ էր։ Վախեցնում են գումար չվերցնողին, ասում են այ չվերցնես, հալդ կտեսնես, մայրիկիդ կանենք դպրոցի ուսուցչի պաշտոնից, այս մյուսին սրանից։ Այս պարագայում ժողովուրդը բորբոքվում է։ Իսկ եթե միայն վարչական ռեսուրս են օգտագործում, պիտի ծախսեին, ասենք 800 միլիոն դրամ, ծախսել են 3 միլիոն դրամ, դրան ժողովուրդը չի ջղայնանում ու փողոց դուրս չի գալի։ Այն մեխանիզմը փողոց հանելու, որը անում է Ռոբերտ Քոչարյանը, որը անում է Սամվել Կարապետյանը, որը հիմնականում գալիս են շահադիտական առումներով եւ այլնով, վճարովի քվեարկելով, որտեվ գաղափարը չկա, ես չեմ հասկանում, ասենք այս մարդկանց քվեարկողը որ գաղափարի համար է քվեարկում։ Տակը, եթե այդ գումարը հանես, իրանք բացարձակ մրցունակ չեն այս կարոզարշավին, այն մնացած հայկական քաղաքական դաշտում եղած ու քաղաքական առումով քաղաքագիտական առումով տեսակետներ հայտնած քաղաքական կուսակցություններն իհարկե չի վերաբերում Ռոբերտ Քոչյանին ինքը քաղաքագիտական ու քաղաքական մտքեր ասում է, վերաբերում է Սամվել Կարապետյանին, որը երբեք քաղաքական տեսակետներ կամ իր թիմը քաղաքական տեսակետներ ոչ Ուկրաինայի մասով, ոչ Իրանի մասով, ոչ Լեռնային Ղարաբաղում մեր քույրերին ու եղբայրներին բռնի տեղահանման մասով իրենք չեն ասել, չեն ասում ու չեն էլ ասել։ Այսինքն իրենք քաղաքական գաղափարախոսություն չունեն։ Փողով բերած միտինգի մարդը ինքը հետընտրական process-ների չի գնում։ Ինքը փողը վերցրեց, եկավ ներկանդրեց, ծվրվում գնում։ Իմ կարծիքով իրենք փորձեն ինչ-որ բան անեն, բայց այդ քանակությունը չի լինի այն քանակությունը, որին սովոր են քրիտիկական զանգված ասել, Ռուսաստանն էլ կտեսնի, որ այդ քանակությունը արդյունքի չի բերում, կսկսի կամաց պատժամիջոցները կանել, այդ ամեն ինչը կհալվի կգնա, բայց ազգային ժողովում կունենանք էլի տրոյական ձի, հանձինս ռուսների ու այդ ռուսական կուսակցությունների, որոնք ամեն պահից պիտի փորձեն օգտվել ու ես ասում եմ, որ մեր երկրի համար մեկ վտանգը խաղաղության, ինքնիշխանության հաստատման, քաղաքակիրթ աշխարհի մաց դառնալու, այ ռուսական արջի, այդ տրոյական ձիու ներկայությունն է լինելու մեր ազգային ժողովում, որը ցանկացած իրավիճակային պահից փորձելու է օգտվել Հայաստանի անկախության ոտքերից բռնած քարշ տա ու մտցնի դեպի միութենական պետություն։ Այս սրա դեմն էր, որ պիտի առներ գործող իշխանությունը, ինքը դա չի արել եւ դա մեկնաբանելով, որ մենք շատ քվե ունենք, կհաղթենք, բայց այդ իր սուրբ պարտականությունն էր, ինչից
սկզբից սկսեցինք ապահովել հավասար պայմաններ այ հավասար պայմաններում մրցակցություն ունենալու առումով։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, ձեր քվեաթերթիկի մենք համար 11-ն ենք, Հանրապետություն կուսակցություն, եւ եթե մեր հանրությունն ուզում է, որ ազգային ժողովում լսի տեսակետներ, լսի մոտեցումներ, որոնք կարող են իշխանությանն էլ հարմար չլինեն, որոնք կարող է մեր ժողովուրդը ընդունի կամ չընդունի, բայց այդ կլինի բանավիճի թեմա, դա չի լինի հողատու ու դավաճան, դա միտված կլինի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, ինքնիշխանության հաստատման ու այդ պարագայում թող գա ու քվենտա մեզ, որտեղ մենք փորձված ենք, որտեղ արևմտյան դաշտում ներդրվածներ շատ կան, որոնք արևմտամետ են իբր, բայց պարզվում է, որ մեծ գումարներ ունեն, պարզվում է, որ չգիտեմ, թիկնապահներով են ման գալիս եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։